Առաջերտին ես հենց սկզբից հայտարարություն արեցի, չսկսեցի քաղաքական ուժ, դուք հիշում եք, սկսեցինք մեր ձևով շարժումը, դա շարժում էր, որը պետք է ցույց տար իշխանությանը, որ դուք սխալ ճանապարհի վրա եք, կանգնեք, որովհետև դուք տեսնում եք ինչ թափով մեր համախոհները ավելանում էին, եւ ինձ թվում էր, որ իշխանությունը ուշքի կգա եւ գոնե հարձակումները եկեղեցու վրա, սրբազաներին ձերբակալումները, այդ ամեն ինչը կանգնեցնի, բայց հետագայում, քանի որ հասկացա, որ շարժումը արդեն առել է մեծ թափ եւ իշխանությունները գնալով ավելի են ուժեղացնում ճնշումները եկեղեցու վրա եւ արդեն հասան հայ ինքնության խորտակման մասին էր խոսքը, իհարկե ես որոշում կայացրեցի, որ մենք արդեն ստեղծելու ենք քաղաքական ուժ եւ մտնելու ենք քաղաքական process-ների մեջ։ Եվ իհարկե ես մեծ ցանկություն ունեի համախմբել ընդդիմությանը, քանի որ ես հասկանում էի, որ այդ հնարավորությունը մենակ ես ունեմ, որտեղ մարդիկ ինձ վստահում են, բոլոր դեպքերում եթե նույնիսկ ես իրենց հետ չեմ պայմանավորվել, իրենք հիմա էլ են ինձ վստահում, եւ հիմա դուք տեսնեք, նոր համախմբումը լինելու է, մեծ համախմբում լինելու է, բայց ես չեմ կարող մեղադրեմ մարդկանց, որ ամեն մեկը ուներ իր ամբիցիան, դրանք ծեր ասած խոշոր քաղաքական գործիչներն էին, որոնք տարիներով մասնակցում էին process-ներին, շատ լավ ճանաչում էին քաղաքական դաշտը, շատ լավ ճանաչում էին հայ ժողովրդին, իրենք վստահ էին, բոլորը վստահ էին, որ իրենք անցնելու են շեմը։ Խոշորները հասկանալի է։ Չէ, խոշոր, փոքր չկա, այդ պահին բոլորն են խոշոր։ Դուք հետո ինչքան փոքր, նրանց ամբիցիաները ավելի բարձր են, քան խոշորներինը։ Մենք բոլորի ուժը տեսնում էինք, մենք բոլորին բաց ցույց էինք տալիս, նույնիսկ թիվն էինք ասում իրենք ինչքան կհավաքեն ընտրության օրը։ Հիմա բոլորը զարմացած են, որ այդ թվերը մենք իրենց ասել ենք նույնիսկ մարտ ամսին, ոչ թե մայիսի վերջը։ Մարտ ամսին մենք բոլորին ասել ենք իրենց թվերը, դուք հավաքելու եք այս թիվը, դրա համար մի փոշիացրեք, դուք հավաքելու եք այս թիվը, դե ում հետ շփվել ենք, պարզա մենք բոլոր հետ չենք շփվել, բայց ում հետ ցանկություն ունեցել ենք, բայց եղել են կուսակցություններ, իրենց պայմաններն են առաջարկել, որը մեզ ընդունելի չի եղել, եղել են կուսակցություններ, մենք ենք պայմաններ առաջարկել, իրենց ընդունելի չի եղել։ Դրա համար մենք շեղվեցինք դաշինքի մոդելից, մենք ասեցինք, եթե դուք կիսում եք մեր մոտեցումները, եթե դուք ցանկանում եք ընդդիմության հաղթանակը, կա հեշտ մոդել, դուք ընդամենը մի մասնակցեք, հայտարարեք, որ աջակցում եք մեզ։ Մոտ 5 կուսակցություն այդ պայմանը ընդունեցին, իրենց հայտարարություններ արեցին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ, նրանք ցույց չտվեցին բացարձակ ամբիցիաներ, ոչ մեկը պայման չդրեց, որ իրենց կողմից մեր ցուցակում մարդ լինի, նրանք անշահախնդիր ցույց տվեցին, որ իրենց համար Փաշինյանի հեռանալը ավելի կարևոր է, քան իրենց անձնական ամբիցիաները, ինչի համար ես իրենց շատ շնորհակալ եմ, ինչի համար մենք իրենց հետ շարունակելու ենք համագործակցել եւ իրենց հետ միասին տանելու ենք հաղթանակ, բայց այն ուժերը, ովքեր այն ժամանակ չընդունեցին կամ մենք չընդունեցինք իրենց պայմանները, մենք հիմա բաց ենք, պատրաստ ենք իրենց հետ շարունակել համագործակցել, որովհետև այնտեղ կան իրոք տաղանդավոր մարդիկ, դրա համար մենք ուրախ կլինենք, եթե հիմա, գոնե հիմա մեր համագործակցությունը, ճիշտ համագործակցությունը, առանց ամբիցիաների համագործակցությունը սկսվի եւ շարունակվի։ Հաջորդ հարցը կներեք։ Իմ ընկերներին ես չեմ քննարկում, նրանք ամեն մեկը իր ձևով
արել է իր գործը, ես ոչ մեկի չեմ խնդրել, որ օգնեն մեզ, իրենք չեն մասնակցել, ես հասկանում եմ դուք ում մասին եք խոսում, իրենք չեն մասնակցել այս process-ներին բացարձակ 0, նույնիսկ դա եղել է իմ խնդրանքը, որ չմասնակցեն, քանի որ մենք չենք գնահատել, որ իրենց մասնակցությունը մեզ օգուտ կբերի կամ վնաս կբերի։ Ես ցանկացել եմ, որ իրենք հանգիստ ապրեն իրենց կյանքով, զբաղվեն իրենց բիզնեսով, քանի որ բիզնեսով զբաղվող մարդիկ, դուք գիտեք ինչքան խոցելի են, դրա համար մենք իրենց ընդհանրապես ձեռք չենք տվել, այսպես ասած, բացարձակ։ Ես իրենցից գոհ եմ, ինձ թվում է իրենք էլ ինձնից գոհ են, որ չենք խառնել մեր այս միջոցառումներին, իրենք թող զբաղվեն իրենց բիզնեսով։